Ղևտացոց գիրքը Աստվածաշնչի ամենակարևոր օրենսդրական գրքերից է, որը մանրամասնում է, թե ինչպես կարող է մեղավոր մարդը հարաբերվել Սուրբ Աստծո հետ։ Ահա գրքի ամբողջական եւ մանրամասն բացատրությունը բոլոր 27 գլուխների ընդգրկմամբ։ Մաս առաջին. Զոհաբերությունների կարգը, գլուխներ 1-ից մինչև 7-րդ։ Այս բաժինը սովորեցնում է, որ Աստծուն մոտենալու համար անհրաժեշտ է մաքրագործում եւ ընծայաբերում։ Առաջին գլուխ. Սահմանվում է ողջակեզի կարգը։ Սա կամավոր զոհաբերություն էր, որտեղ կենդանին ամբողջությամբ այրվում էր սեղանի վրա խորհրդանշելով մարդու լիակատար նվիրումը Աստծուն։ Երկրորդ գլուխ. Նկարագրվում է հացի ընծան, այն մատուցվում էր ալյուրով, յուղով եւ կնդրուկով, բայց առանց թթխմորի եւ մեղրի, որպես երախտագիտություն Աստծուն առօրյա հացի համար։ Երրորդ գլուխ. Խաղաղության զոհը։ Սա միակ զոհն էր, որի միսը հետո ուտում էին մատուցողն ու նրա ընտանիքը։ Այն խորհրդանշում էր հաշտություն եւ հաղորդակցություն Աստծո հետ։ Չորրորդ գլուխ. Մեղքի պատարագը։ Այս զոհը նախատեսված էր անգիտությամբ կամ սխալմամբ գործած մեղքերի համար։ Արյունը սրսկվում էր վարագույրի առջև եւ սեղանի եղջյուրներին։ 5-րդ գլուխ. Շարունակվում է մեղքի եւ հանցանքի պատարագի նկարագրությունը, երբ մարդը մեղանչում էր սրբությունների դեմ կամ խախտում էր ուրիշի իրավունքները։ 6-րդ եւ 7-րդ գլուխներ. Այստեղ տրվում են հատուկ հրահանգներ քահանաների համար, թե ինչպես պետք է պահպանել սեղանի կրակը, որը երբեք չպետք է հանգչեր, եւ որ մասերն են հասնում քահանաներին որպես բաժին։ Մաս երկրորդ. Քահանայության հաստատումը, գլուխներ 8-ից մինչև 10-րդ։ 8-րդ գլուխ. Նկարագրվում է Ահարոնի եւ նրա որդիների հանդիսավոր օծումը, Մովսեսը նրանց լվանում է ջրով, հագցնում սուրբ զգեստները եւ օծում յուղով։ 9-րդ գլուխ. Ահարոնը սկսում է իր առաջին պաշտոնական զոհաբերությունները։ Աստուծո փառքը երևում է ամբողջ ժողովրդին, եւ երկնքից կրակ է իջնում այրելով զոհը։ 10-րդ գլուխ. Ողբերգական իրադարձություն։ Ահարոնի որդիները Նադաբն ու Աբիուդը մատուցում են օտար կրակ, որը Աստված չէր պատվիրել։ Նրանք տեղնուտեղը մեռնում են կրակից, ինչը ցույց է տալիս, որ Աստուծո սրբությունը կատակ չէ։ Մաս 3. Մաքրության եւ սրբության օրենքները, գլուխներ 11-ից մինչև 15-րդ։ 11-րդ գլուխ. Սննդի կանոնները, տրվում են մաքուր եւ անմաքուր կենդանիների ցուցակները, օրինակ կարելի էր ուտել միայն կճղակավոր եւ որոճացող կենդանիները։ 12-րդ գլուխ. Կնոջ մաքրությունը ծննդաբերությունից հետո, այն սովորեցնում էր հարգանք կյանքի աղբյուրի հանդեպ եւ ֆիզիկական մաքրություն։ 13-րդ գլուխ. Բորոտության ախտորոշումը, քահանան հանդես էր գալիս որպես առողջապահական տեսուչ որոշելու համար հիվանդության վարակիչ լինելը։ 14-րդ գլուխ. Բորոտությունից բժշկվածների մաքրագործման ծեսը եւ տների մաքրությունը Բորբոսից։ 15-րդ գլուխ. Մարմնական հոսքերի հետ կապված մաքրության կանոնները, թե տղամարդկանց, թե կանանց համար։ Մաս 4. Քավության օրը, գլուխ 16-րդ։ 16-րդ գլուխ. Սա գրքի սիրտն է։ Տարին մեկ անգամ քահանայապետը մտնում էր սրբություն սրբոց 2 նոխազ այծ էր ընտրվում։ Մեկը մորթվում էր որպես զոհ, իսկ մյուսի վրա նոխազության նոխազ դրվում էին ժողովրդի մեղքերը եւ այն ուղարկվում էր անապատ խորհրդանշելով մեղքերի հեռացումը։ Մաս 5-րդ. Բարոյական սրբություն, գլուխներ 17-ից մինչև 22-րդ։ 17-րդ գլուխ. Արյան սրբությունը, արգելվում էր արյուն ուտելը, քանի որ մարմնի հոգին, կյանքը արյան մեջ է։ 18-րդ գլուխ. Սեռական մաքրության օրենքներ։ Արգելվում էին ամեն տեսակ անբնական եւ անբարոյական հարաբերությունները։ 19-րդ գլուխ. Սոցիալական արդարություն, պատվիրաններ աղքատներին օգնելու, արդար կշեռք ունենալու եւ մերձավորին սիրելու մասին։ 20-րդ գլուխ. Սահմանվում են պատիժները, վերոհիշյալ օրենքները խախտելու համար, մասնավորապես կռապաշտության եւ անբարոյականության համար։ 21-րդ եւ 22-րդ գլուխներ. Հատուկ սրբության պահանջներ քահանաների համար։
Նրանք պետք է լինեին անարատ, թե ֆիզիկապես, թե վարքով։ Մաս 6. Տոները եւ հանգիստը։ Գլուխներ 23-ից մինչև 25-րդ։ 23-րդ գլուխ։ Տերունական տոների օրացույցը։ Շաբաթ 7-րդ օրը։ Զատիկ եւ բաղարջակերած տոն։ Փրկություն Եգիպտոսից։ Երախայրիքի տոն։ Բերքի սկիզբ։ Պենտեկոստե 7 շաբաթ անց։ Փողերի տոն, նոր տարի, Փավության օր, տաղավարահարած տոն, անապատի հիշատակում։ 24-րդ գլուխ։ Կանոններ մշտավառ ճրագի եւ առաջավորության հացերի մասին, նաեւ նկարագրվում է Աստուծո անունը, հայհոյողի պատիժը։ 25-րդ գլուխ։ Շաբաթական եւ հոբելյանական տարիները, 7 տարին 1, հողը պետք է հանգստանար։ Իսկ 50 տարին 1 բոլոր ստրուկներն ազատվում էին, եւ հողերը վերադարձվում էին նախկին տերերին։ Սա սոցիալական հավասարության մեծագույն օրենք էր։ Մաս 7-րդ։ Եզրակացություն, գլուխներ 26-րդ եւ 27-րդ։ 26-րդ գլուխ։ Ուխտի պայմանները, եթե ժողովուրդը հնազանդվի, կունենա անձրև, բերք եւ խաղաղություն, եթե դրժի ուխտը, կգան սով, հիվանդություն եւ քերություն։ 27-րդ գլուխ։ Ուխտերի եւ տասանորդի մասին։ Կանոններ, թե ինչպես գնահատել Աստծուն նվիրաբերված գույքը կամ անասունները, Ղևտացոց գիրքը ցույց է տալիս, որ Աստված ուզում է ապրել իր ժողովրդի մեջ, բայց դրա համար ժողովուրդը պետք է լինի մաքուր, արդար եւ սուրբ։ Նոխազության նոխազի կամ Ազազելի նոխազի ծեսը Ղևտացոց գրքի 16-րդ գլխի ամենախորհրդավոր եւ իմաստալից մասն է։ Այն կատարվում էր տարին միայն մեկ անգամ քավության օրը, Յոմ Կիպուր։ Ահա այդ ծեսի մանրամասն բացատրությունը եւ դրա հոգեվոր նշանակությունը։ Ծեսի ընթացքը։ Քահանայապետը ժողովրդի կողմից վերցնում էր 2 նոխազ, արու այծ, եւ կանգնեցնում խորանի մուտքի մոտ։ Այնուհետև վիճակ էր գցում, առաջին վիճակը տիրոջ համար, երկրորդ վիճակը Ազազելի համար, հեռացման կամ արձակման համար։ Առաջին նոխազը, մեղքի քավություն։ Այն նոխազը, որի վրա ընկնում էր տիրոջ վիճակը, մորթվում էր որպես մեղքի պատարագ։ Դրա արյունը քահանայապետը տանում էր վարագույրից ներս սրբություն սրբոց եւ սրսկում ուխտի տապանակի կափարիչի վրա։ Սա խորհրդանշում էր, որ մեղքի պատիժը մահն է, եւ կենդանու արյունը թափվում էր մարդու փոխարեն Աստծո արդարությունը բավարարելու համար։ Երկրորդ նոխազը, մեղքերի հեռացում։ Այս նոխազին ողջ էին թողնում։ Քահանայապետը իր 2 ձեռքերը դնում էր կենդանու գլխին եւ բարձրաձայն խոստովանում Իսրայելի որդիների բոլոր անօրինություններն ու հանցանքները։ Դրանից հետո նոխազին մի պատրաստված մարդու ձեռքով ուղարկում էին անապատ մի անբնակ վայր։ Ինչ է խորհրդանշում այս ծեսը, այս 2 նոխազները միասին լրացնում էին մեղքից ազատագրվելու պատկերը։ 1. Ներում, առաջին նոխազ, ցույց էր տալիս, որ մեղքը պահանջում է հատուցում, արյուն։ Առանց արյունահեղության թողություն չկա։ 2. Մոռացում եւ հեռացում, երկրորդ նոխազ։ Սա ամենահզոր պատկերն էր ժողովրդի համար։ Երբ նրանք տեսնում էին, թե ինչպես է կենդանին հեռանում դեպի անհայտություն, նրանք հասկանում էին, որ Աստված ոչ միայն ներել է իրենց, այլև հեռացրել է մեղքի բեռը իրենց վրայից։ Մեղքն այլևս չկար նրանց մեջ, այն տարվել էր անապատ։ Կապը հետագա հոգևոր ընկալումների հետ, քրիստոնեական աստվածաբանության մեջ այս ծեսը համարվում է Հիսուս Քրիստոսի զոհաբերության նախապատկերը։ Ըստ այդ մեկնաբանության, Քրիստոսը նման է առաջին նոխազին, քանի որ նրա արյունը թափվեց մեղքերի քավության համար։ Նա նման է նաև նոխազության նոխազին, քանի որ ինչպես գրված է Սուրբ գրքում, նա իր վրա վերցրեց աշխարհի մեղքը եւ այն հեռացրեց մարդկությունից։ Ազազել բառի նշանակությունը։ Այս բառի իմաստի շուրջ կան տարբեր կարծիքներ։ Ոմանք կարծում են, որ դա նշանակում է կտրուկ ժայռ կամ հեռացման վայր։ Ուրիշներն այն տեսնում են որպես չար ոգու կամ սատանայի անուն, ում տիրույթը անապատն էր, եւ նոխազին այնտեղ ուղարկելը խորհրդանշում էր մեղքը վերադարձնել իր աղբյուրին։
Ղևտացոց գիրքը սրանով սովորեցնում է, որ Աստծո հետ հաշտվելու համար բավարար չէ միայն մեղքի համար պատժվելը, այլ անհրաժեշտ է, որ մարդն ամբողջությամբ մաքրվի և ազատվի այդ մեղքի ներկայությունից